Հանուն Հանրապետության կուսակցության առաջին համար Արման Բաբաջանյանը հայտարարել է, եթե տնտեսությունը փակ է, մրցակցությունը թույլ, իսկ աշխատողը չի ստանում նոր գիտելիք, աշխատավարձը չի կարող աճել։ Նրա խոսքով բարձր աշխատավարձի ճանապարհը բարձր արտադրողականությունն է, բաց մրցունակ տնտեսությունը գիտելիքը։ Հանուն Հանրապետության կուսակցության ցուցակի առաջին համարը պնդել է, բարձր աշխատավարձը պետք է դառնա պետական քաղաքականություն։ Համաշխարհային բանկը Հայաստանի համար նույնպես շեշտում է, պետք է դիվերսիֆիկացնել արտահանումը եւ բարձրացնել տնտեսական բարդությունը։ Երրորդ, աշխատողի պաշտպանություն։ Հայաստանը պետք է անցնի աշխատավարձերի ժամական հաշվարկի։ Մարդը պետք է իմանա իր 1 ժամը որքան արժե։ Ոչ թե ամսվա վերջում ստանա մի գումար եւ չհասկանա քանի ժամի դիմաց է վճարվել, այլ օրենքով պաշտպանված լինի հավելյալ ժամի, գիշերային աշխատանքի, հանգստյան օրվա աշխատանքի համար։ Բարձր աշխատավարձի բանալին սա է՝ նոր հմտություն, բաց տնտեսություն, արդար մրցակցություն, բարդ արտադրություն, ուժեղ աշխատող եւ պաշտպանված աշխատանք։ Հայաստանը չի կարող հարուստ դառնալ էժան աշխատուժով։ Հայաստանը կարող է հարուստ դառնալ թանկ գիտելիքով, թանկ հմտություններով եւ արժանապատիվ վարձատրվող քաղաքացով։